Միաբանական համագումարը վերստին մեկտեղել է Հայաստանի և Սփյուռքի թեմերում ու եկեղեցական կառույցներում, այդ թվում նաև մեր եկեղեցու նվիրապետական աթոռներում սպասավորող վարդապետներին և աբեղաներին։ Համագումարի մեկնարկն ազդարարվեց այսօր հունիսի 17-ին, իսկ մինչ այդ մասնակիցները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում միասնաբար մասնակցեցին երեկոյան ժամերգությանը։ Մեր միաբանությունը, ինչպես տեսնում եք, հզոր են, որովհետև աշխարհի բոլոր ծայրերից են գալի երկրներից եւ մեր ժողովրդի հույզերը, խնդիրները, այն ինչ որ կա, մենք բերում ենք այստեղ, համագումարի մեջ վերլուծում ենք, ինչպես կարող են նոր մարտահրավերների դեմ կանգնել, ինչ նոր առաջարկներով կարող ենք առաջ ընթանալ եւ ինչ նոր հոգեվոր ծառայություն կարող ենք բերել մեր ժողովրդին, իշահ պաշտպանության մեր հայրենիքի, մեր եկեղեցու, մեր ժողովրդի։ Այս արարածյան շաբաթը տոնախմբությունները իրոք որ եւ որպես զորավոր սուրբեր մեզ պահապանեն, այդ առիթով իրենց բարեխոսությունն ենք խնդրում մեր աղոթների մեջ, պատարակների մեջ եւ նաեւ որ համախմբվում ենք այդ բոլոր հարցերը, ինչ որ դրսից գալիս են մեր միաբանության զորեղացման համար, կարողանում ենք այս շաբաթվա մեջ միաձուլել։ Եկած ենք դարբեր դեղերի աշխարհեն, դարբեր ուխտերու միապաններ, կրկին անգամ մտածելու, մեր ինքնությունը վերաթարմացնելու, կրկին մեր երդասարտական ոգին, քան ինքը երդասարտներու համակումար է, այս ոգին հաստատելու, բյուրեղացնելու եւ մեր գոչումը վերակտնելու, նույն ադեն անոր ընդմեջ են, դեսնելու այսօրվա մարտահրավերներուն թիմած, ինչպես հայ միապանը, պիտի գրնա անոնք թիմակրավել, մեմի եկեղեցվո զորակցության։ Քրիստոնյաները աշխարհի վրա միշտ դիառնական խոսքը վեճե մորնան, մի վախնակ ես ցեզի հետ եմ, այսպես ասավ Հիսուս, բոլոր քրիստոնյաներուն ուղված է ասի։ Այդ մի վախնակին գողքին յուրաքանչյուրս գրգին անգամ իր սկզբունքները, իր գոչումը, իր անձնավորությունը, երբ որ գրգին քրիստոնեական սկզբունքներուն վրա գհիմնե, ամուր հաստատ գլա եւ գրնա բոլոր թիմակրավունները շրջանցել։ Գիշերի զերկնայից խաղություն կո եւ պայած մեզի պատրանած թշնամույն Աննկարագրելի ցնծությամբ է լցված Սուրբ Էջմիածինը Արարատյան շաբաթվա այս օրերին եւ միաբան հայրերը անթաքույց ուրախություն են ապրում միասին լինելու համար։ Նրանց ոգեշնչման աղբյուրն է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ յուրաքանչյուրը ներքին մղում ունի իջման Սուրբ Սեղանի առջեւ նորոգելու իր ուխտը։ Նաեւ եկեղեցու համար դժվարին այս օրերին լինելու ամենայն հայոց հայրապետի կողքին։ Ինձ համար մեծ օրհնություն է, որ այս համակումարը տեղի կունենա, երկու տարին անգամը վեհապար հայրապետի օրհնությամբ ու տնօրենությամբ եւ հատուկ օրհնություն է, որ Արարատյան տոներու ադեն այս շաբաթը կգադարվի, որտեվ ես միշտ գահամադեմ այս Արարատյան տոները ավակ շաբաթ và հիշադակություններու հետ ինչպես Սուրբ Գույսերու խաչի ճանապարհը հիշադակենք եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրաբեն ելելը մեզ համար հարության ես այդ հարության խորհուրդը գտեցնեմ ադոր մեջ որ մեզ համար շատ կարեւոր է հաղթանակի այդ ուժը որ շատ կարեւոր է մեր ազգին համար մանավանդ այսօր էլուս Փառք Տիրոջը միաբանությունը կարելի ասել քան երբևէ ավելի միաբանված է միասնական է եւ կանգուն է իր եկեղեցու, իր հայրենիքի եւ հայ ժողովրդի համար։ Իհարկե ցավալի է այն ամեն ինչը, ինչ որ մենք տեսնում ենք, կատարվում է մեր երկրի ներսում, բայց չենք հուսալքվում, չենք տեկարանում, չենք թուլանում, մենք ուժեղ ենք, մեր աղոթքը բարձրացնում ենք, որպեսզի Աստված էլ ավելի իմաստնացնի, որովհետեւ առավել քան երբևէ այսօր մեր ազգին վեհապարն էլ իր կոչերում, իր հորդորներում միշտ ասել է միասնականություն է պետք, որովհետև դա է ուժը։ Այսօր այս մարտահրավերներին թե դրսից եկող, թե ներսից եկող, եթե մենք ուզում ենք դիմակայել եւ հաղթանակած դուրս գալ, պիտի միասնաբար դրան դեմ պայքարենք։ Երեկոյան ժամերգության ավարտին եկեղեցականները այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին եւ աղոթելու նրանց հոգիների հանգստության եւ խաղաղության համար։ Լիանա Չիչակյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։